Բարև ընկերներ, պատկերացնում եք, ՔՊԱ-ական պատգամավորները ցանկանում են բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Մի քանի օր է ինչ սկսվել է ազգային ժողովի նոր նստաշրջանը, բայց արդեն ՔՊԱ-ական մի քանի պատգամավոր խոսում են աշխատավարձերի հնարավոր բարձրացումից։ Փաստորեն այնքան ցածր են ստանում մեր պատգամավորները, որ պետք է մի փոքր բարձրացնել։ Դրանից մեկն էլ ասում է, տնտեսական այս վիճակից դուրս գալով կարծում եմ աշխատավարձը կբարձրանա։ Մի խոսքով կառավարությունը նոր վարկ է վերցնում, իսկ մանդատակիրները ցանկանում են իրենց կենսամակարդակը ավելի բարելավել։ Իսկ մենք միամտաբար մտածում ենք, թե մեր պատգամավորները մանդատ են ստացել մեր կենսամակարդակը բարելավելու համար։ Չէ, ես մանդատը դնելն եմ ասում, իսկ ուզում եմ հասկանալ, աշխատավարձը կստանաք, որովհետև բավական բարձր աշխատավարձ եք ստանալու ու տնտեսական ակտիվությունը, եթե sense պահպանվի, ինձ թվում է բոլորին համատարած պետք է էլի բարձրանա, ուզում եմ հասկանալ աշխատավարձը կստանաք, պարգևավճարը կստանաք, եթե ասեք ոչ, ինձ խնդրում եմ որպես իրավաբան ասեք, որտեղ հնչել են հայտարարություններ, ուզում եմ հասկանալ որ իրավական մեխանիզմով կարա օրենքով միայն այդ եկամուտը ունեցող մարդը հրաժարվի եւ ապրի եւ գործ չունենա, օրինակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ընկերներ, որևէ ներում չի լինելու ապօրինության դեմ եւ ցանկացած միջնորդավորված խնդրանք չի ընդունվելու, հորդորս բոլորին։ Իմ համար բոլորը հավասար են եւ չի կարող լինել դեպք, երբ գրեք եւ խնդրեք չխոսել, բացառվում է նման բան։ Իսկ ուղղորդված մեկնաբանություններ գրողներին զգուշացնում եմ, որ շարունակելու դեպքում նման գործելակերպը ավելի ծանր տեսանյութի ականատես կլինեք։ Ընկերներ, ես ինչ անում եմ, դա անում եմ ձեր խնդիրները բարձրացնելու համար։ Որևէ շահ չեմ հետապնդում։ Վստահաբար իմ տեսանյութերից հետո կլինեն ինձանից դժգոհ անձինք, սակայն դա չի կաշկանդում ինձ, որպեսզի մենք միասին շարունակենք մեր պայքարը։ Մի կարևոր բան եւս ցանկանում եմ ասել ձեզ։ Նախ նշեմ, որ իմ համար չկան նիկոլական ժեխեր կամ նման վատ բառերով բնութագրվող անձինք։ Իմ համար բոլորը հայեր են, որոնց մի հատվածը դեռ մոլորության մեջ է։ Խնդրում եմ, եկեք ոչ թե վիրավորենք, այլ փաստարկներով ցույց տալ իրականությունը։ Հատուկ մեր սիրելի հայրենակիցների համար, ովքեր ընտրել են Նիկոլ Փաշինյանին, ասեմ, որ որևէ բան իրականում չի փոխվել երկրում։ Նույն կոռուպցիան հիմա շարունակվում է։ Ընկերներ, հստակ տեղեկատվություն եմ ստացել այն մասին, որ մեր պետական կառույցներից մեկում թալան է ընթանում։ Խոսքս կրկին պարեկային ծառայության մասին է։ Ունեմ հստակ տեղեկատվություն, որ նույն ծառայությունում ծառայողներին հասանելի վառելիքը թալանվում է։ Ունեմ հստակ բոլոր տեղեկատվությունը։ Պարզվում է, ամսական շուրջ 800 լիտր բենզին գրպանվում է։ Խոսքս ընդամենը մեկ վաշտի մասին է, այսինքն մեկ վաշտում այդքան վառելիք դուրս են գրում, ապա գումարը սեփական գրպանն են դնում։ Քանի որ մեր երկրում չկա օրենք, հետևաբար այս ամենի մասին բարձրաձայնելու հետևանք եւս չի կարող լինել։ Քննչական կոմիտեի հարգելի հետևորդներ, ինչպե՞ս եք։ Տեղյակ եմ, որ ամենօրյա ռեժիմով դիտում եք իմ տեսանյութերը։ Մի ալարեք, նամակով ինձ գրեք եւ ես ձեզ կտրամադրեմ բոլոր փաստերը։ Իսկ եթե դիտում եք, որ իմ կողմից օրենքի խախտում նկատեք, ապա ցավում եմ ձեզ համար, չեք կարող դա անել։ Ես հակաօրինական որևէ գործողություն չեմ անելու։ Ընկերներ, բազմիցս խոսել եմ նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանի հովանավորության մասին։ Մեր սիրելի դեսպանի հետ կապված հետաքրքիր տեղեկատվություն եմ ստացել, որ սույն անձը բազմաթիվ թալանչիների համար տանիք է դարձել եւ չի թողնում, որպեսի ուժայինները այդ անձանց մասին գործ հարուցեն։ Պարոն Նարեկ Մկրտչյան, հույսով եմ կհակադարձեք ստացված տեղեկատվությանը, նաև հանրությանը կտեղեկացնեք, թե ձեր անձնական ինքնաթիռը ինչ է կարել, Դոնբասում ձեր բիզնեսները ինչ են եղել եւ ով է կանգնած Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետևում։ Իմ համեստ կարծիքով դուք պարտավոր եք պատասխանել այս հարցերին։ Այո, ընկերներ, ունեմ տեղեկատվություն, որ ժամանակին մեր դեսպանի ընտանիքը սեփական ինքնաթիռ է ձեռք բերել, թե ինչ միջոցներով եւ ինչ ճանապարհով չեմ կարող ասել, բայց որ կան թալանչիներ, ովքեր ասում են, որ մեր թիկունքին հենց Նարեկ Մկրտչյանն է կանգնած, դա էլ է փաստ։ Մի խոսքով, որքան հասկանում եմ, մեր երկրում օրինականությունը ապահովելու համար հարկավոր է իրական անշահախնդիր հեղափոխություն, իսկ դրա միակ շահառուն դու ես, սիրելի հայ, սիրելի ընկեր։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր հայը։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, ես գիտեմ, որ դուք սիրում եք, որ ձեզ գովում են, ինչը նորմալ է, գուցե ես եմ ակնհայտ է դա կարծում եմ, ես էլ գովեմ, ես շնորհավորում եմ ձեզ, ֆուտբոլային լեզվով ասած լավ քամբեք եք արել, որտեղ երևի այս դահլիճում ընդդիմադիրներից միակն եք, որ ավելի բարձր տեղ եք հավակնում։ Դուք չպատասխանեցիք կամ ինձ այդքան էլ գուցե հետաքրքիր չի, թող ընտրողները
հետագայում որոշեն արդյոք դուք մանրամասնացիք ինչի եք դուրս եկել, թե դուրս չեք եկել, բայց որպես ձեր ազգային ժողովի նախագահի տեխնացությանը չեք կարող լավ էլ պարզաբանել եք, բայց որպես ձեր տեխնացության համար քվեարկողանց ես կուզենամ իմանալ ինչ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում, որ դուք պաշտոնը ստանձնելուց հետո որոշեք լքել ազգային ժողով։ Հարկ երկու պատճառ ասենք։ Պատճառ համար 1 իմ թիմի որոշում։ Եթե ուժեղ Հայաստան խմբակցությունը որոշում կկայացնի, որ ես պետք է մանդատս վայր դնեմ, ես այն կդնեմ, առանց որևէ վարկյան վարանել։ Եվ գտնում եմ, որ ուժեղ Հայաստան խմբակցության բոլոր падգամավորների մոտ պետք է լինի դա որպես առաջնահերթություն։ Դա նաև կարգապահությունից է բխում։ Երկրորդը, ըստ իրավունքի, եթե լինեն ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, այդ ժամանակ մանդատը ինստինկտիվ կսպառվի։ Իդեպ, լեգիտիմության տեսանկյունից խնդիրների մասով չի բացառվում, որ 9-րդ գումարման ազգային ժողովը նման իրավիճակում հայտնվի։ Իդեպ, մի հատ հետաքրքիր հանգամանք նշենք, թվաբանության տեսանկյունից կարծես 105 падգամավորից է բաղկացած 9-րդ գումարման ազգային ժողովը, մեկ է 6-րդ գումարման ազգային ժողովն էր 105-ից բաղկացած, բայց չեմ պնդում, հիշեք, ես թվերի հետ կապված նենց չի ամենալավ մասնագետ։ Կարծես իրավիճակները նկարագրեցի, պարոն Գաբրելյան, ինձ գովալու տեսանկյունից արդյոք դա սիրում եմ թե ոչ, քանի որ ես եւ դուք միմյանց ճանաչում ենք 2015, 16, 17 թվականներից, անկեղծ կպատասխանեմ, եթե 10 տարի հետ գնանք, դիպուկ նկարագրեցիք ինձ։ 10 տարի առաջ ենք գնում, փոխվել ենք, առնվազն մի հետաքրքիր հանգամանք ասեմ, ես մինչև ազգային ժողովի 9-րդ գումարման նստաշրջանի, այսպես ասած, նիստերի մեկնարկը նայում էի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստերը, ազերը սև էին, կարծես իսկապես ավելի երիտասարդ էի, հիմա ոնց որ ոչ թե 5 տարի անց է, այլ 15։ Եվ ձեզ այն շատերը կարող են նաև հետևություններ անել, ինչի համար է տենց ստացվում։ Շատերը չեն ասի ինչի մի մասը ձեզանից, բայց ես գիտեմ դուք իմ հետ համակարծիք եք։ Ոչ բոլորս, մի մասը սպիտակել է, մի մասը ոչ, օրինակ պարոն Գաբրելյանը ակնհայտորեն չի սպիտակել, արձագանք։ Շատ լավ, երկու պատճառները հասկացանք, ֆիքսեցինք, ես հետագայում չեմ ուզի այդպես իրավիճակ լինի, բայց ինչևէ ֆիքսեցի։ Կներեք, լիազորությունների դադարեցումը կարող է լինի, սահմանադրությունն է նախատեսում։ Եթե օրինակ, չգիտեմ, падգամավորին համատեղելի որևէ կարգավիճակ։ Չէ, ես մանդատը դնելն եմ ասում, իսկ ուզում եմ հասկանալ, աշխատավարձը կստանաք, որովհետև բավական բարձր աշխատավարձ եք ստանալու ու տնտեսական ակտիվությունը, եթե սենց պահպանվի, ինձ թվում է բոլորին համատարած պետք է էլի բարձրանա, ուզում եմ հասկանալ աշխատավարձը կստանաք, պարգևավճարը կստանաք, եթե ասեք ոչ, ինձ խնդրում եմ որպես իրավաբան ասեք այդ, որտեղ հնչել են հայտարարություններ, ուզում եմ հասկանալ որ իրավական մեխանիզմով կարա օրենքով միայն այդ եկամուտը ունեցող մարդը հրաժարվի եւ ապրի եւ գործ չունենա, օրինակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ շնորհակալ։ Շնորհակալ եմ, մեր խմբակցության ղեկավարը իր դիրքորոշումը հայտնել է։ Խմբակցության տեսանկյունից էլ է դիրքորոշումը հայտնել։ Աշխատավարձի վարձատրության տեսանկյունից մենք ունենք բացառություն իդեմս պարոն Կարապետյանին։ Միաժամանակ պարգևավճարների հետ կապված ունենք հստակ դիրքորոշում։ Անձնապես, անհատապես որևէ падգամավոր պարգևավճար, եթե նույնիսկ ձևական առումով ստանալու է, այն բացառապես ուղղվելու է բարեգործության, կոնկրետ մեր հայրենակիցների խնդիրների լուծման, որն էլ լինելու է բացառիկ թափանցիկության տեսանկյունից, այսինքն թափանցիկության մի հատ նոր շեմ ենք ուզում նախատեսել, ցույց տանք դա։